Ladies and gentlemen, thank you to the IRF Summit for the opportunity to speak to you today. Շնորհակալություն IRF գագաթաժողովին այսօր ձեր առջև ելույթ ունենալու հնարավորության համար։ Ես գալիս եմ իմ հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունից, ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր եւ աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը։ 301 թվականին Հայաստան ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչը մեր երկիրը դարձրեց առաջին քրիստոնյա ազգը։ Դարեր շարունակ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պահպանել է մեր ազգային, կրոնական եւ մշակութային ինքնությունը։ Դժվարին ժամանակներում, նույնիսկ ինքնիշխանության բացակայության պայմաններում եկեղեցին մնացել է մեր խարիսխը, միավորելով հայերին հայրենիքում եւ սփյուռքում։ Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժվարությունների։ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին հաջորդեց ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումը իրենց տներից։ Դարավոր քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկվել, զրկելով քրիստոնյա հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահվում էին սուրբ մասունքներ։ Մեր խոսքի ընթացքում քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում են նրանցից առնվազն 19։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը։ Թեև հայկական եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի եւ կառավարության կողմից։ Անցյալ գարնանից սկսած Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են ամենայն հայոց կաթողիկոսի հայ Սուրբ եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։ Առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ։ Մեր առաքելական եկեղեցու 6 սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը։ Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը եւ հակասում են իրավական երաշխիքներին։ Անցյալ հունիսին ձերբակալվեց եւ կալանավորվեց նաեւ առաքելական եկեղեցու ամենախոշոր դոնորը Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվը ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել հայ եկեղեցու կողքին եւ մասնակցելու է եկեղեցու պաշտպանությանը։ Մեջբերում եմ, մեր ձևով։ Ի պատասխան այդ խոսքերի Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց եւ նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում մի քրեակատարողական կոմիտեի հիմնարկում, որը հայտնի է որպես KGB-ի պատվալ։ Հայաստանի կառավարությունը իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։ Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ։ 1 տարի առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց։ Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։ Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել եւ ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են եւ ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում եւ արտասահմանում։ Շնորհակալություն։ Աստված բոլորին պահապան։ Thank you so much. God bless you all.